Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում բռնցքամարտի հերթական մրցաշարն է Գեղարքունիքի և Հայաստանի այլ մարզերի բռնցքամարտիկների մասնակցությամբ։ Մրցաշարը նվիրված է մարզադպրոցի հիմնադրման և կայացման ակունքներում եղած Գրիշա Ափրոյանի 90-ամյա տարելիցին։ Մրցաշարը մեկնարկում է մարզիկներին և մարզիչներին ողջունելու արարողությամբ։ Այնուհետև մենամարտերը սկսում են կրտսեր տարիքային բռնցքամարտիկները։ Նպաստում է բռնցքամարտի զարգացումը Գեղարքունիքի մարզին, ոչ միայն Գեղարքունիքի մարզին, այլ Հայաստանի Հանրապետությունում։ Ընտրենք լավագույն բռնցքամարտիկին, համալրենք մեր հավաքականը եւ մասնակցենք առաջիկա Հայաստանի Հանրապետության առաջին։ Բռնցքամարտիկները մասնակցում կրտսեր տարիքի, ավագ տարիքի եւ երիտասարդների իրենց քաշային կարգում եւ տարիքային առանձնահատկություններով։ Մրցաշարին մասնակցում են մարզիկներ Գավառից, Նորատուսից, Լճաշենից, Սևանից, Լիչքից, Վանաձորից եւ Իջևանից։ Կրտսեր տարիքայիններից շատերի համար այս մրցաշարը մարզական առաջին լուրջ իրադարձությունն է։ Շատերի համար էլ որպես մարզիկ կատարելագործվելու, սեփական ուժերը փորձելու եւ մարզական հմտությունները հղկելու լավագույն հնարավորություն է։ Մարզվում եմ 2 տարի, Լիչքիում եմ սովորում, ուրախ եմ, որ ես հաղթեցի առաջին անգամ կռվա եւ հաղթեցի։ Պարապում եմ 3-4 տարի ու իմ համար բոքսը շատ կարևոր է, մասնակցել եմ բազմաթիվ մրցումների, շատ եմ սիրում բոքսը, որ ես հաղթում եմ, մենակից ուրախ չեմ լինում, ուրախ եմ լինում, որ նաեւ իմ ընկերներն են հաղթում, եթե իմ ընկերները չեն հաղթում, ես իրանց փոխում եմ, որ հաջորդ անգամ իրար հաղթեն, նույնիսկ եթե ես չեմ հաղթում, հաջորդ անգամ էլ իրանք են ինձ փոխում, որ հաղթեն։ Մասնակցում են 15 հոգի իմ թիմից, իմ երեխեքից։ Գեղեցիկ մրցաշարը, շնորհակալ ենք կազմակերպիչներից, ամեն ինչ նորմալ կազմակերպել են։ Մրցաշարը կարևոր է մեր մարզիկների համար, որպեսզի իրանք ավելի կարողանան իրանք բռնցքամարտի պարապմունքների, մրցումների մեջ հմտանան, ավելի մեծ բեմերում հանդես գալու համար։ Հոբելյանական մրցաշարը ոչ միայն բռնցքամարտի զարգացմանն ու տարածմանն ուղղված միջոցառում է, այլ նաև ներկա սերունդներին սպորտի զարգացման երախտավորների մասին պատմելու առիթ, ընդգծում է միջոցառման կազմակերպիչ Մարատ Կարոյանը։ Նա Ափրոյան ընտանիքին փոխանցում է հուշանվեր ի հիշատակ հոբելյանական մրցաշարի, իսկ մասնակից մարզիկներն իրենց պարգևները ստանում են մենամարտերից անմիջապես հետո։ Պարգևատրվում են եւ առաջին եւ երկրորդ տեղ գրաված մասնակիցները։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։